Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Այս պահին գտնվում ենք Արգիշտի փողոցում, Երևանի քաղաքապետարանի դիմաց, Երևանի ոչ կոմպետենտ 9% ձայն ստացած քաղաքապետի նստավայրի դիմաց, Արգիշտի մեկ հասցեում։ Քիչ առաջ քաղաքապետարանի հենց դիմաց, որտեղ որ նստում է քաղաքացիական պայմանագիրը եւ Հանրապետություն կցորդ կուսակցության ներկայացուցիչները Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, այս վիճակն է։ Այն որ 4 միլիարդ 292 միլիոն դրամ դուրս էին գրել փոսալցման համար, մի քանի միլիարդ ավել դուրս էին գրել գոյողատարերը մաքրելու համար, նույն այս վիճակն է։ Հիմա մենք այս քաղաքացիներին օգնեցինք, այս նշանը տեղադրեցինք, որ հանկարծ չկարողանան։ Հիմա ուզում եմ ստեղից Ավինյան Տիգրանին Արգիշտի մեկ հասցեում իր տաքուկ աշխատասենյակում նստած, ասեմ Տիգրան Ավինյան, դուրս արի, մի հատ հայդ է դուրս արի փողոց, մի հատ այս վիճակը տես, բացի այս վիճակը տեսնելուց, հիմա ցույց եմ տալի, թե քաղաքացին ինչ վնաս կրեց նոր այս պահին, քիչ առաջ, 5 րոպե առաջ, հիմա ցույց տամ, այս շատ լավ էլ է, լեսեց ՔՊ-ի քթի տակ էլի, որտեղ որ զավթել են քաղաքապետարանի շենքը ու 9% ձայն ստանալու պարագայում նստել են իրանց կաբինետներում ու չէր կարողանում շարժվել, մի քանի օր էլ ասում են ասֆալտապատում փոսալցում են անում։ Հիմա ցույց եմ տալի, թե այս ինչ եղավ այս քաղաքացու մեքենայի հետ։ Տեսեք։ Այս վիճակը եղավ։ Մեր քաղաքացիները իրենց գույքահարկը եթե չվճարեն, կհայտնվեն հարկադիր կատարողների մոտ, բայց տեսեք, մարդը իր մեքենայով Երևան կենտրոն վարչական շրջանում ընկավ էս իրենց սիրած լյուկը, որտեղ որ ասում էին, որ բոլոր լյուկերը խցանումներից մաքրել ենք եւ լավ վիճակում է, այս նշանը մենք ենք նոր տեղադրել, որ մարդիկ գունձևի չընկնեն փոսը, փոսել չի, սա եսի ինչա, ամբողջը խցանված, հիմա դրել ենք, որ այս ժողովուրդը կարողանա մի կերպ հեռու մնա վնասներ կրելուց, քաղաքապետարանի դիմացն է, այս պատուհանում է նստում է 9%-անոց քաղաքացիական պայմանագրի քաղաքապետը։ Հիմա եթե իրենք սիրում ու հարգում են երևանցիներին, խոնարհվում են երևանցիների առաջ, պետք է դուրս գան այդ կաբինետից, իջնեն ներքև, գան այս մեր քաղաքացուն, որը որ ընկավ այս փոսը ու այս վիճակը իր մոտ եղավ, կան ներողություն խնդրեն ու փոխհատուցեն քաղաքացու վնասը, ինչը ես կասկածում եմ տեղի չի ունենալու, միանշանակ տեղի չի ունենալու, քաղաքացիական պայմանագիրը, հենա, տեսեք այն շենքում է նստած Տիգրան Ավինյան, ինքը հիմա երևի լավ նայում է ինչա կատարում ստեղ, թող դուրս գա այս քաղաքացուց գա ներողություն խնդրի, փոխհատուցում տա այն միլիարդավոր դրամների համար։ Այս քաղաքացիները ասում են, բան որ մենք գույքահարկը մուծած չլենք, հիմա մեզ շուտվանից ուղարկել էին հարկադիր կատարողների մոտ։ Քաղաքացիական պայմանագիր, Հանրապետություն կուսակցություն, դուք Երևանի կառավարումը տապալել եք, դուք միայն կարողանում եք գումար հավաքել ու այս մարդկանց այս օրին հասցնել։ Սիրելի երևանցիներ, Արգիշտի մեկ հասցեի դիմաց կանգնած, ձեզ միայն խնդրում եմ, այս ձեր հանդեպ այս վատ վերաբերմունքը, ձեզնից միայն շատ գումարներ հավաքելու պրոցեսը, գործելավոճը վերջ է դրվելու հունիսի 7-ին։ Ձեր շատ մասնակցությամբ արդյունքում
բոլորդ միամուր մասնակցեք այս համապետական ընտրություններին ու Երևան քաղաքը ազատեք ԽՊ-ի եւ Հանրապետություն կուսակցության համատեղ ճիրաններից։ Հերիքա ձեզ թալանեն, հելիքա ձեզ այս օրը գցեն։ Այս վիճակին հասցնեն։ Այս վիճակն է, նայեք։ Մարդը իր մեքենայով գնում էր ու հայտնվեց այդտեղ։ Էնպես որ սիրելի երևանցիներ, քիչ է մնացել, ձեր ձեռքերում է ամեն բան։ Կամ հունիսի 7-ից հետո կշարունակվի այս թալանն ու խայտարակ կառավարման ոճը, կամ դուք ՔՊ-ին եւ Հանրապետություն կցող կուսակցություններին կուղարկեք իրենց գործերին։ Շնորհակալություն։